Մի քանի ելույթներին եմ ուզում արձագանքել եւ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել, քանի որ երկար ամիսներ, միգուցե արդեն տարիներ դուք ամեն անգամ այս ամբիոնից սուտ եք խոսում հանձնաժողովի նախագահի ընդդիմության պատկանելու մասին, այդ ամենավառ ցուցիչը դա Թագուհի Թովմասյանի հեռացնելն է հանձնաժողովից, բայց այդ մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ում քվոտայով էր, ընդդիմության քվոտայով չէր, կամ մոռացել եք, որ ասում եք մենք պիտի որոշենք, թե ով պիտի լինի հանձնաժողովի նախագահը, դուք չպիտի որոշեք, ով պիտի լինի ձեր հանձնաժողովի նախագահի թեկնածուն։ Ախր այդ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ պետք չէ ամեն անգամ գալ այստեղ, ամեն անգամ սուտ խոսել, փորձել մանիպուլացնել, հիմա որ վաղ ընդդիմությունը ենթադրենք, բանալի դուք ասել եք չէ, մեկը մեր սրտով չէ, մեկը մեր սրտով չի։ Այդ Թագուհի Թովմասյանն էլ ձեր սրտով չէր, հանձնաժողովի նախագահ էր։ Ինչի հեռացրիք, ինչի հանեցիք Թագուհի Թովմասյանին, կամ նույն ազգային ժողովի փոխխոսնակին, ախր պետք չէ ամեն անգամ ստեղից սուտ խոսել, մանիպուլացնել։ Ինչը վերաբերվում է Լևոն Քոչարյանին, Լևոն Քոչարյանը մեր ցուցակի 50-րդ համարն էր։ Առաջնորդի Հայաստան դաշինքի առաջնորդի տղան ցուցակի 50-րդ համարն էր։ Իսկ մի հատ հարց տամ ձեզ, որ ուզում էին, որ Լևոն Քոչարյանը պատգամավոր դառնա, ինչի 30-րդ համարը, 20-րդ համարը, կամ ով է ձեզ այդ իրավունքը տվել, մեր խմբակցության պատգամավորների անունից խոսելու, ասելու, որ բոլորի ստիպեցին, որ հրաժարական տան։ Տենց հայտարարություն երբևէ որևէ պատգամավորի շուրթերից հնչել է, կամ նման բան գոյություն ունի, հերիքա կեղծեք երեսպաշտությամբ զբաղվեք, խոսում եք կանանց թիրախավորումից, ձեր պատգամավորները իրար հերթ չտալով Արմինու Գյուղեղային թիրախավորում եք, բայց թիրախավորումը ո՞նց է լինում, մարդը եկել աստեղ որպես հանձնաժողովի անդամ, իդեպ նաև կան հանձնաժողովի անդամներն էլ փաստ են, որ ամենակտիվ հանձնաժողովի անդամն է, անդամներից մեկն է, լավ, որ բան չասենք, սենց չասեն լկտի սուտա, ասենք մարդը եկել խոսում է խնդիրներից ու ոչ միայն Տիկին Գյուղեղյանը, այլ ամբողջ մեր այն հերթագրված Հայաստան դաշինքի պատգամավորները ստեղ եկել էին, որ արձանագրումները, մենք ենք այդ արձանագրումները անողը, մենք արձանագրում ենք, մենք այդ խնդիրները բարձրացնում ենք, դուք եք այդ խնդիրների լուծողները, եթե տենց չտեք, տեղերով փոխենք, դուք արձանագրում անեք, մենք էլ մեծամասնությունն ենք այդ խնդիրները լուծենք, դուք արձանագրողի կարգավիճակում չեք, դուք պետք է այնպես անեք, որ այդ խնդիրները, որին որ դուք ասում եք, որ այդ խնդիրները գոյություն ունեն, եւ ի պատիվ որոշ պատգամավորների, ես ուրախ եմ, որ այդ խնդիրները իրենք ընդունում են, որ այդ խնդիրները կա, խնդիրները գոյություն ունի, 1 տարի չէ, 1 ամիս չէ, տարիներ շարունակ, եւ հիմա գայիք ստեղ, հաշվետվություն տայիք, ասեք այս խնդիրները, որ չեն լուծվել, այս, ուրեմն խնդիրներն են խոչընդոտել, եթե մեզնից խնդրեիք էլ, ասենք, մենք այդպես կոմպլեքսներ չունենք, էլի, հաստատ կաջակցեինք, եթե մի բանը ուղղված է մեր քաղաքացիների ավելի մատչելի դարձնելու, կոնկրետ այս ոլորտից ենք խոսում, առողջապահությունից, որ մեկը դեմ կլինի, որ այդ խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան եւ լուծումներ ստանան։ Բայց ինչ մենք կամ մեր ընտանիքները կամ մեր բարեկամները, հարազատները այդ խնդիրներին չեն բախվում, իհարկե բախվում են։ Եվ ժողովուրդ, այս գործելավոճին վերջ տվեք, էլի, վերջ տվեք, կրկնում եմ, ես առհասարակ կանանց նկատմամբ էլ թուլություն ունեմ, ես նենց չի, որ ինձ համար միշտ դժվար է կանանց քննադատելը, չգիտեմ, էլի, մենք էլ ոչ էլ նպատակ ունենք, Տիկին Հունանյան, ձեզ ոչ թիրախավորելու, ոչ վատաբանելու, ոչ ինչ-որ սենց ասած ձեր աշխատանքը, ասենք, որ գիտեք ինչ կա, դուք վատ եք աշխատելու կամ ինչ-որ նախորդ գնահատականներ տալու եւ այլ, ասենք, մենք այդ չենք ասում, մենք ընդհանրապես մեր մտահոգություններն ենք հայտնում, նույն
ասեց պարոն Թունյանը դեղորայքի հետ կապված խնդիրները եւ մնացած էլի շատ կարեւոր խնդիրներ, որ մեզ հետևող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիները շատ ժամանակ հոգնել են, այսպես ասած, իրար ստեղ ես չգիտեմ ոչ ծեծկրտուկներից, չգիտեմ թիրախավորումներից եւ այլ եւ այլ։ Շատ մեր հայրենակիցներ սպասում են բովանդակային հարցերի պատասխաններ եւ լուծումներ։ Դա հավատացեք, ես էլ որոշակի նաև շփումներ ունեմ մեր հայրենակիցների հետ, դա մեր հայրենակիցներին հուզող թույթիվ մեկ խնդիրն է։ Ոնց անենք, որ այդ մարդկանց կյանքը բարելավի, ոնց անենք, որ կրկնում եմ, ես իմ ելույթի ժամանակ էլ ասի, մարդը, որ գումար չունի, ի վերջո կարողանա իր խնդիրները լուծել, որովհետև մարդը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրան ում է ընտրել, պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Եվ կապ չունի դիմումները, շատ ժամանակ ես մի քիչ անկեղծանամ, շատ ժամանակ դիմումներ են գրում մարդիկ, կամ ինձ հանդիպում են մարդիկ, որոնք ձեր ընտրողներն են։ Ինձ գալիս են, ասում են, ընտրել եմ իրենց բան, մտածելով, որ ես ինչ-որ, չգիտեմ, էլի այլ վերաբերմունք պետք է ցուցաբերեմ, բայց այդ հետ կապ չունի։ Մարդը ում է ընտրել, մարդը ինչ քաղաքական հայացքներ ունի, եթե մարդու մեր հայրենակիցը ունի խնդիր, ուրեմն պետք է այդ խնդիրը լուծվի, այս այն ոլորտն է, որ այդ խնդիրը եթե մենք չկարողանանք ճիշտ լուծումները գտնենք, մենք քաղաքացիների, մեր հայրենակիցների կյանքի հետ գործ ունենք, կյանքի։ Եվ այդ մի կյանքը շատ ավելի թանկ է, քան մեկը մյուսին սիրել, չսիրել եւ այլն մարդու մեր եւ կյանքը եւ առողջությունը ամենաթանկն է։ Այստեղ շատ բաներից կարանք խոսենք, շատ կրկնում եմ, ես էլ նորից էլի պետք է կրկնվեմ, մեծագույն ցավ է, երբ տեսնում ենք մենք այդ հիվանդանոցի դռները սպասող մարդկանց, որը կամ պետք է ստենդավորվի կամ առողջական խնդիր ունի, վազում է այս բանկից այն բանկը, կամ այս հարազատին զանգելուց այն մի հարազատին զանգելու, կամ այն մի հարևանի զանգելուց, որ այդ փողը գտնի, որ իր հարազատին վիրահատի։ Որ այդ փողը գտնի իր հարազատին, չգիտեմ, մի հատ պալատում տեղավորի։ Հավատացեք, դրանից ավելի ծանր բան երևի թե շատ քիչ բան կա, որ գոյություն ունի։ Եվ իրապես մեր մտահոգություններն ու մեր դիտարկումները ուրիշ ժամանակ ասում ենք, բա չեք խոսում, չեք ասում։ Բայց խոսում ենք, ասում ենք։ Գնացեք լուծեք։ Ոչ թե թիրախավորումից խոսակ գաք։ Ուղիղ նայում եմ 3 ժամ Արմենիան Գյուրիղյանն եք թիրախավորում։ Որն է այդտեղ ճշմարտությունը։